Առաջի քայլերն են իմ դպրոցի ճամփին, մի երկարին ծանծանոտ կբացվի այսօր, ուզում եմ հարազատ դառնա, այդ աշխարհը ինձ համար դառնա, դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին, գեղեցիկ ու նորաց գեստը իմ հագին, թող երգը ինձ ընկեր դառնա, շփիթը մայրիկիս ինձ հետ միշտ մնա, մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում, այսուհետի գրքում մեծանալ ենք ուզում, առաջինս պլարան, առաջինս ուսուցիչ, առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ, առաջինս պլարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ, բայց պիկնիկը իմ սիրուն շատ է տխրում, որ իրեն հաճախ թողնում եմ ու գնում, բայց դպրոցում ամեն մի օր սպասում են ընկերներն իմ նոր,
դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին, գեղեցիկ ու նոր այս գեստը իմ հագին, թող եկը մեզ ընկետանա, շփիտը մայրիկի մեզ հետ միշտ մնա, մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում, այս ուղեծի գրքում մեծանալ ենք ուզում, առաջինս տարան, առաջինս ուսից, առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ, առաջինս տարան, առաջինս ուսից, առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ. Թող անկարելի դառնակարելի, աշխարհում ապրող հայերի համար, դինի միշտ արև, հինի միշտ գարուն, կապույտ երկնքում շողշողա արև, ու մեր շուրթերի չնչիջը բարև, բարև աշխարհին, բարև ամենքին. Հիշում եմ 9 տարի առաջ, դեռ այնքան փոքրիկ, մութ գործեցինք հարազատ դարձած մեր դպրոց։ Մի քիչ բախեցած կամ գուցե հուզված, շրտի թրթիրով ու մեծ սպասումով բռնեցինք ձեռքը մեր ուսուցչուհու։ Եվ քայլեցինք, հաղթահարելով բազում դժվարություններ, քայլեցինք վստահ, քայլեցինք շիտակ։ Իսկ այդ ճանապարհը բարդ է։ Իհարկե հեշտ չէ, բայց ամեն ինչ մեր ձեռքերում։ Պետք է լինենք աշխատասեր, պարտաճանաչ, հետաքրքրասեր եւ ցույց միշտ լավ սովորել։ Հասկացա, մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը, որը դուք եք անցել եղել։ Մենք մի աշխարհ գիտելիքի Դպրոցն այն վայրն է, որտեղ սովորում ենք, ձեռք եք բերում ընկերներ, սովորում եք երազել ու գնալ այդ երազանքի ետևից։ Դպրոցն է այն ամբողջ հիմքը, որի վրա կառուցելու եք ձեր ապագան։ Այո, եւ այսօր տոն է ձեզ համար, այլևս դուք առաջանաչ եք։ Եվ մենք ձեզ մաղթում ենք հստակ քայլերով անցնել ձեր ուղին։ Եվ թող Նարդի Սարյանի անվան 130 հիմնական դպրոցը, մեր և արդեն նաև ձեր կրթօրիակը, բնաբարության և գիտության անվան հարուս։ Եվ հիշիր փոքրիկ, մանկության տարիներին ձեռքբերած գիտելիքները հույսի ծաղիկներ են, որոնք դեռ պտուղներ չտան։ Բարև, սիրելի փոքրիկ։ Իսկ առաջին պտուղը ես եմ անը, արևի շող եմ ու լույս եմ թափում ամբողջ աշխարհին։ Թող ծառը պտուղներ տա։
Ողջույն, որտեղ եք հայտնվել։ Այս ինչ ծառ է։ Ինչ եք հասնում ստուգներ ունի։ Ներկայում եմ, ես տարագեր որդն եմ։ Անցնում էի նեղակայքով և ձայներ լսեցի։ Մտածեցի, միգուցե իմ օգնության կարիքն ունեք։ Խեղճ երեխաներ, այսքան դեռ պետք է սովորեք, հիշեք, տանջվեք ու չարչարվեք, բայց մի մտածեք, ես ձեզ կօգնեմ։ Հիմա կուտեմ նրանց մի մասը և ձեր գործը վերստանամ։ Առաջինը կհամտեսեմ այս մեկը։ Եվ դուք կզրկվեք լույսից։ Հետո կուտեմ այս մեկը։ Եվ այլևս չեք իմանա, թե ով եք դուք։ Իսկ երբ սա է ճաշակենք։ Գնետերա։ Գրքերը դատարկ էջեր կունենան։ Իսկ երբ սա է ճաշակենք։ Աշխարհը կդառնա չար։ Սպասիր, բավական է, էլ մի շարունակի, մենք քեզ համար մի նվեր ունենք, իսկական գանձ։ Այն կողմիկս գրել կարդալ սովորել, և դու կդառնա մեզնից մեկը ու աշխարհին կնայես բարի աչքերով։ Շնորհակալ եմ, սա ամենաթանկ նվերն էր, որ երբևէ ստացել եմ, և ներեցեք ինձ, իսկ հիմա ես պետք է շտապեմ սովորելու, մնաք բարով։ Հայաստան է, հայրենիքը
Ստեղից բխան ներքնագիր գրերը մեր։ Դե հնչեցնենք մեկիկ մեր շուրթերով ամեն մի տան, ողողանենք կարևորենք, որ ջան դառնալ մնալ միշտ վար։ Այդ բենգին դահան եսա թող չէ ինիլյում, մեր վեցույց մստարկույն, շայացակ հոցավակ ճեմեին լու շավով, թող զրնա երկրքով, չապել ջերասեպել լյուվեցով, յուպյուն կեր, հայաց երկին, վարարել և ովվել, հարելին դարդարել։ Դու մեր ճախրան կանթերի, օրնանք մեր սուրբ պապերի, դու հավերժիր կարելար, հայոց դարձիր մեզ համար, որ մթնում չխարխապեն, հայոց կունը շեն պահեն։ Հարավեն մեյականիքի ույսու ապապեն, մեյաման բանակ, հայոց այգուբեն։ Թե չլիներ մեր շողնասուն սայդուբենը մեր փրկարան, դարերի մեջ կոտորկացուն, դարերի մեջ ողնագալան։ Կորչելու ենք մաս եղած, մեր հայաց է թութարնական, դառնալու է հուշու երան, պատմություն է հերոսական։ Երջանիկ է այն ազգը, որ ունի գին ու լեզվուսական գին ունենալը քիչ է, հարկավոր է այն հնարավոր պահել, անհրաժեշտ է խոսել ճիշտ հայերենով։ Ով ապրում է հայ օջախում, պիտի խոսի հայերեն, ամեն թռչուն հայոց հողում պիտի երգի հայերեն։ Որմիշտ ուզոքան ներները հայոց արարատին նայելով, որ աղոտքի դարձավ մախնոց, ակածինքն է հայերեն։ Աստծո օրնությամբ հայոց տավեր, գիտենք պատմական բոլոր անցքերը, մեսրոք մաստոցից միջև մեր օրեր ու էլի գալիք անհամար դարեր։ Շուրթերով մեր մանկական քեզ հաղարպար, հավեկական ամեն երանան ջրավ, մեզ հայկահող անար կրավ։ Երբ ասում ենք մեսրոք մաշտոց, հայոց լեզուն ենք հասկանում, կազիկ կենով այ մնացինք ու կենով ենք ու պարտանում։ Մենք սիրելի մեսրոք մաշտոց, դու շպության ամեն չպոտ, այդ դպրության դուսե խորեն իմաստության շտեմարան։ Հենց հայոց տարերի համար, մայրի խոսք ու բարերի համար, լույսի բանալի մեզ տալու համար, մաստոց չորդեն խոնարկում ենք մեր։ Որպես տարիքի վաղվա գերտողներ, որպես հայ ազգի վաղվա լուսածներ, որպես բադախտի մեր երկրի կյանքում, տարի
Լսիր ողջից, երբ առաջին անգամ բացում ես քայլոց պատմության, դու սերտիր սիրո պատմություն ասի, սեպագի քարից, մինչև մագահար։
Այսքանը բավարարեցին մեր այբենարանի նվիրված միջոցառումը, արեցինք ամեն ինչ, որպեսզի դուք միացնեմ, ես մի վերջին խոսքս ուղղակի հղել եմ այսպես, երեխաները յուրաքանչյուր ունի, բայց մեկը կկարդամ, մնացածը դասարանում արդեն կբաժանեմ երեխաներին։ Սիրելի փոքրիկ, շնորհավորում եմ տարաճանաչ եւ գրաճանաչ դառնալու մակարդությամբ։ Հուսով եմ, որ հայոց տարերը լույս կվառեն քո ոգում եւ դու վստահ քայլերով կշարժվես դեպի գիտելիքի նոր ու զարմանահրաշ աշխարհ։ Եղիր հետաքրքրասեր, շատ կարդա, որպեսզի ճանաչես աշխարհն ու սիրես այն իր բոլոր գույներով։ Շնորհավորում եմ տարաճանաչ դառնալու ապացույցին։ Ողջույն հարգելի ծնողներ, սիրելի գործընկերներ, այսօր միջոցառման ամենակարևոր ուղերձը, որ բոլորինս է խաղաղությունն է։ Եվ ուզում եմ մեր սիրելի աշակերտների խոսքը շարունակել մի քառատողով, հետո ասել այդ դեպոյցիաների մասին, որ մենք ստացանք։ Խաղաղություն ամենքին եւ ամենուր։ Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում։ Խաղաղություն, որ խաղողը քաղցրանա, որ նորատուն գայքին տաբենք ու բարիք։ Խաղաղություն, որ աչիկներն իրբանա, դաշտում մի տուղ, օրորոցում մի բարիք։ Խաղաղություն ամենքին եւ ամենուր։ Այս ենք միայն մենք աշխարհին կամենում։ Այսօր այս թոթովախոս մանուկների բերանով մենք լսեցինք ամենակարևոր ուղերձը, խաղաղության ուղերձը։ Իրենք իրենց սրտով ու աչուկներով այդ խաղաղությունն այսօր մեզ այստեղ նվիրեցին, որովհետև խաղաղությունը ոչ միայն առօրյայի մասին, այլ մարդու հայացքի, հոգու, մտքի ներդաշնակության։ Այն ինչ կարողանում են անել ուսուցիչները առաջին դասարանի սովորողների հետ ապրելու մի բան է, հասարակ դպրոցի նպատակը հետևյալն է՝ սովորեցնել աշակերտներին հետո ապրել առանց ուսուցչի։ Ամենակարևոր հիմնաքարը դպրոցում դրված է։ Եվ ինչ լավ է, որ մեկուն է մեր որդիկը, ինչ լավ է, որ սը տարին ձերքեր չհասա, որովհետև սը տարը սերն է, իսկ այնտեղ որտեղ կա սեր, կապրի հայը, այնտեղ որտեղ կա սեր, կլինի գիրք, գիտություն, Հայաստան, երջանկություն։ Շատ լավ է, որ չհասար սը տարին, բայց ես ուրախ եմ, որ մեր որդիկը կարողացավ իր ընկերներին ևս սովորեցնել, որ տարերը պետք է ուտել մտքով։ Հրաշալի գեղեցիկ հաշվետու դաս միջոցառում է ինքնորյան։ Մենք չենք կասկածում մեր ուսուցիչների ներուժի եւ ուսուցիչների կարողություններին եւ այն ինչ որ այսօր կարողացանք մեր սովորողներին միասին ցույց տալ, մեզ համար շատ հաճելի եւ գեղեցիկ էր։ Հարգելի ծնողներ, եւս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ, ձեր ամենաթանկը մեզ վստահելու համար։